Վեցից հետո։ Հիմա ճիշտ ասած ավարտեցի, խնդրեմ։ Պարոն Հազարյան, տեսնական չեմ ասի, որ իրենք մի բանանում են, գալիս եք հաջորդ օր ասում եք տալիս հերքում եք, այսինքն հիմնավորված ենք եկել այս անգամ։ Որովհետև այն ինչ որ պետք է դուք հերքեք, երեք ՀՑԿ նախագահ իր շուրթերով հաստատեց, որ այսինքն իր հեծի վերցած վարկերը, մնացած ծախսերը չեն մտնում կախազինի մեջ։ Հիմա դուք նաև այսպիսի հայտարարությունների համար եք դիմել դատարան, նախկին որպես կառավարիչներ խնդրելով դատարանի պարտավորեցնել, որպեսզի նույն Գևորգ Բաղարյանը, Վահագն Ալեքսանյանը, մյուսները իրենք այսպիսի ներողություն խնդրեն զրպարտելու համար։ Հիմա եթե հեծի ներկայիս կառավարիչները ժամանակավոր իրենք հետ են վերցել այդ հայցերը, ինչ են լինելու դրանց ճակատագիրը։ Այսինքն մեզ միամիտին տեղ չդնենք, էլի դուք էլ ասացիք, որ երկրի իշխանությունների ձևավորված հայցում, հետևաբար իրենք ոչ թե կարելի ասել հեծի անունից հայցն են հետ վերցել, այլ հեծի նախկին կառավարիչների անունից հայցն են հետ վերցել, որտեղ դուք դրանով ապշեք փորձել պաշտպանել ձեր բարի համբավն ու արժանապատվությունը, հեղինակությունը։ Հիմա հնարավոր է սա այլ տեսքով հայց ներկայացվի ու նաև հենց վերջին ՀՑԿ նախագահի հայտարարությունը, որ հաստատեց, որ սխալ էր Պապոյանը, սխալ էր ճիշտ, այդ դա շարունակություն ունենա։ Ճիշտն ասած, Ալեքսանյանի ձեր կողմից նշված անձանց դեմ հայցը տեղյակ չեմ հետը վերցրել թե չէ, ենթադրում եմ, որ կվերցնի, որովհետև նույն այդ թեմայի մեջ է, այսպես ասած, ես ասացի ՏԿ-ի դեմ եւ հանձնաժողովի դեմ հայցերի մասին, խոսքը ձեր ասացի վերաբերյալ ինֆորմացիա չունեմ, միանշանակ ճիշտ եք, որովհետև գիտեք, ընկերությունը ընդհանրապես բարի համբավը ընկերություն չի նշանակում նախկին ներկա, այստեղ էլ է նախկին ներկա ուզում անել։ Վերջին հաշվով դու կառավարիչ ես այն ընկերությունում, որի բարի համբավի խնդիրը կա։ Հիմա եթե այդ բարի համբավը քո ղեկավարած ընկերության քո համար միևնույն է, նշանակում է եւս մեկ անգամ հաստատում, որ այդտեղ կա քաղաքական նպատակ։ Այլ պարագայում այդպիսի բան չէր արվում։ Իրենք ասում են նախկինում ձեր օրոք իրենց խոսքերով լավը չէ այդ համբավը, հիմա եկել են վերականգնել։ Միջազգային տենց հայտարարություն էլ եղավ երեք, որ գնահատում եմ շատ լավ եւ այլ, փաստորեն 40% վթարներ աճած կառավարումը ավելի լավ է, քան 40% պակաս վթարներով նոր գիտություն է ստեղծվում, ինչ-որ նոր անդրահանբանական չեմ կարող դրան ասել, բայց իրենց բոլոր քայլերը բերում են նրան, որ միանշանակ քաղաքական է։ Ես անկեղծ ասած, այստեղ գալուց առաջ մտածում էի, ինչ տոկոս ունենք այսպես ժողովրդի մաս, ինչ տոկոսն է, որ դեռևս չի պատկերացրել, բայց ամեն դեպքում իմ պարտն եմ համարում ամեն անգամ դա ասել։ Բավականին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև մեր աշխատակիցները, ինչ եմ ասում, որովհետև մենք համարում ենք մեր աշխատակիցները, մեր գոլեգաները, մեր գործընկերները, բոլորը հասկանում են ինչ է կատարվում։ Հիմա եթե իրենք որոշել են այսպես մենք տանք իրանք հետ վերցնեն, դրանով էլ է պարզ դառնում ամեն ինչ։ Յուրաքանչյուր իրենց քայլ հեծի հետ կապված հիմնավորում է այն փաստը, որ իրենք բազմաթիվ անգամ ասել եմ, չեմ զլանում եւս մեկ անգամ ասել։ Դիմացի բառը չասեմ, բայց վախում եմ Սամվել Կարապետյանից։ Այսինքն եւ հասարակության շրջանում եւ ընդհանրապես տարբեր մանիպուլյացիաների միջոցով սա կարող է, սա չի կարող, չի աշխատում, որից իրենք շատ նյարդայնանում են եւ լուրջ սխալներ են թույլ տալիս։ Հաջորդը ազատություն, հաջորդը օրագիր եւ իրատեսություն 24-ի այս շարքը Ազիմյան լրանում է ստեղծան ժամկետը, որով արդեն պետք է սեփականատերերի ինչ-որ վաճառքի հարցով առաջարկել կամ հարցով ինչ-որ քննարկումների արդյունքները հայտնի դառնալ, ինչև է սպահը կա, ինչ-որ առաջարկ սեփականատերերի որպես հայտնի է, եթե այդ առաջարկը չկա, ինչպես կբացատրեք, ինչու չկա, ինչու չսկսում եք բանակցությունները սեփականատերերի հետ եւ ձեր կարծիքով այս ամբողջ պրոցեսը արդեն ձեր գնահատման կամ մեզակացությամբ արդեն գնում է դեպի ընկերությունը գերական շահ ճանաչելու ճանապարհով, այսինքն ընտրված է արդեն տարբերակը, թե ինչ պետք է լինի, պարզապես այս ամբողջ պրոցեսը հենց դրա վկայությունն է։
Ճիշտ ասած, բանակցություններ դեռևս չկան, այստեղ բանակցելու բաներ կարծում եմ չկա, պետք է ներկայացվի առաջարկ, բնականաբար հետևում եք կառավարության ղեկավարի հայտարարություններին, որ իսկ միգուցե պարզվի, որ այնպիսի բաներ են կատարվել, որ արժեքի իջնի եւ այլն, նախ ասեմ, որ երբևիցե այդպիսի հայտարարությունները հենց այնպես չի արվում, առաջարկ չի արվել, անպայման այս նույն սերիայից է, որ ասում էին ամիսը մեկ, մի քանի անգամ ասում էին հաղորդում ենք տվել հանցագործության մասին, հաղորդում ենք տվել, 6 ամիսը հաղորդում են տվել, դեռևս ոչ մի հաղորդում քրեական գործերից ոչ մի տեղեկություն չունենք, ճիշտ ասած։ Սենց բան չեմ տեսել անկեղծությամբ, քաղաքական իշխանությունը հայտարարի 3 միլիոն մարդու գրպան են մտել, հայտարարի չարաշահումներ, հայտարարի ընդհուպի հետ կապված, բայց շատ քողարկված էսպես, ինքը սենց, ինքը նենց ու 6 ամիս 6 չի, արդեն երևի 7-ից ավել ամիս որևիցե բան չենք լսել։ Դա նույն սերիայից է, այսինքն հայտարարում է մի բան, հասկանալու համար ով ոնց կմարսի դա, իմ անձնական կարծիքով ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը եւ այդպիսի առաջարկ անեն։ Բնականաբար սեփականատերը հրաժարվելու է եւ ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու այս process-ը ամեն ինչով կապված է քաղաքականի հետ։ Ինչքան Սամվել Կարապետյանի հիմա վայնկասի էլի դուք ձեր մեջ եք խոսում, որ ռեյտինգը աճում է, բայց մենք չենք խոսում։ Բոլորն էլ հասկանում են։ Իր ռեյտինգի, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի սրվում են, այսպես իրենց ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Իրենք այսպես անդադ ճնշումների են դիմում, նույն այդպես խոսակցություն կար, չէ, որ 5 օր չի դիմանա բանտում, կալանավայրում։ 5 օր էլ 5 ամիս էլ դիմացավ, ոչ մեկ էլ չբանակցեց, ոչ մի բան չարեց, որի արդյունքում քանի գնում իրենց այսպես ախորժակները բացվում են։ Այդ իսկ պատճառով դա նույն կերպ են վարվելու։ Գնալու են գերակաշահի ճանապարհով, այստեղ արդեն խնդիրը գնահատման խնդիրն է։ Ասած ինչ որ տրվել են գնահատման, մենք տեղյակ չենք ամենայն դեպս, բայց գնահատումն է ամենամեծ խնդիրը լինելու գերակաշահի մասին օրենքը կիրառելուց։ Գնահատումը պետք է կատարվի, օրինակ մենք առաջարկել ենք 4 միջազգային անկախ գնահատողներից մեկին, որի վրա ազդեցություն ուղղակի չի կարող լինել։ Այդ պարագայում գումարած 15%, ինչպես նախատեսում է գերակաշահի մասին օրենքը։ Այսինքն այդ դեպքում համաձայնությունը ստացած է, սեփականատերերը ունենան։ Չէ, գերակաշահի պարագայում համաձայնության կարիք չկա։ Այդտեղ արդեն գնում է վաճառք, իհարկե, որի արդյունքները միանշանակ կարող է վիճարկվել։ Այդ նկատում է, դեպքում չէ վիճարկի, եթե ձեր ուզածությունը եւ այդ 15%-ը ստանալու սեփականատերը։ Մի քիչ ավելի հարցից շեղվելով ձեզ մի բան ասեմ, էլի, այդ վախը որ չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ազատության մեջ, չէ լինի տնային կանանքի տակ։ Եվ այս բոլոր հարցերը անձամբ ինքը կպատասխաներ եւ շատ հարցերի։ Հիմա դրա հետ կապված ես չեմ կարող որոշում ասել այս պահին, կարվի առաջարկ, ըստ այնու արդեն մենք կհասկանանք ինչ ենք անում։ Բայց այս պահի դրությամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ ամեն ինչ բնականաբար անօրինական միջոցներով փորձում են անել, որպեսզի նվազեցնեն։ Իսկ ինչ ժամկետներում, այսինքն ընթացակարգերը, Հիմա ամսի փետրվարի 21-ին ոնց որ թե լրանում է 3 ամսյա ժամկետը, հա 21-ից մտել է ուժի մեջ, այո, 21-ին լրանում է, մինչև 21-ը պետք է առաջարկը արվի, այսպես բանակցությունների։ Առաջարկը չընդունվելուց հետո արդեն այդ գերակաշարն է, որի ժամկետին չեմ տիրապետում, կարծում եմ անգամ ժամկետել այնտեղ հստակ պետք է որ նշված չէ։ Իմաստով, որ անկախ նրանից կվիճարկվի թե չէ, մտնել է ուժի մեջ որոշում, այսինքն դուք տեսնում եք այդտեղ որևէ կապես նախագծի այս process-ի միջև, եթե այո, ինչ առումով եք կապված։ Բնականաբար ճիշտ ասած չխաբեմ, անկեղծ ասեմ, տեղյակ չեմ ձեր ասած որոշումից, բայց եթե ճիշտ եք հասկացել, ճիշտ եք լսել, միանշանակ
իշխանության ոչ մի գործողություն երբևէ հիմա առավել ևս հենց այնպես չի արվում։ Անգամ հիշում եք տնտեսվարողների հետ կապված այսպիսի խնդիր առաջացավ, որ Պեկի կողմից գրված ակտերը, երբ որ բողոքարկվում էր, կարող էին չվճարել մինչև ավարտը։ Հետո փոխեցին, ասում են հիմա վճարի գնա բողոքարկի։ Նույն տարբերակն է կիրառվում եւ հենց այնպես չի կիրառվում։ Նույնը եղավ արբիտրաժի որոշումը չկատարելը, այսինքն եթե դու վստահ ես ճիշտ ես, սպասի 1-2 ամիս։ Քաղաքական իշխանությունը 1000 անգամ հարց ես տալի, ասում ես, լավ, որտեղ էր այդ ճգնաժամը։ Որտեղ էր։ Հիմա բացատրում են ճգնաժամ կար, դրա համար այդպես էր։ Չկար ճգնաժամ, խաբել են ընդամենը եւ հիմա էլ շարունակում են խաբել։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հիմա այդ հնարավոր է այդ տարբերակը, բայց ամեն դեպքում այս պարագայում արդեն մենք վճարելու բան չունենք, իրենք պետք է վճարեն իրենց գերակաշահով սահմանված գումարը, որի արդյունքում արդեն մենք եթե վիճարկեցինք, ըստ արդյունքի։ Հիմա այս պայմանությամբ 3 վեճ ունենք։ Սահմանադրական դատարան, վարչական դատարան եւ արբիտրաժ։ Որևիցե բանի չեն սպասում։ Բոլոր հարցերին սիրով պատրաստ եմ, ժամանակի խնդիր չունենք պատասխանել։ Հա, համեցեք։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում մենք պարբերաբար ահազանգ ենք ստանում քաղաքացիներից, նրանք պնդում են, որ նախորդ տարվա հունվարի